Ապրիլ 2025 թվական Երևան Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի եւ Էրեբունի բժշկական կենտրոնի հերթական համագործակցության արդյունքում միավորվել են Հայաստանի, Կանադայի, Գերմանիայի եւ Իտալիայի նյարդաբանները։ 2 օր շարունակ հայաստանյան մասնագետների հետ նաեւ հեռավար եղանակով նրանք խոսել են նյարդային համակարգի իմուն միջնորդավորված հիվանդությունների, մասնավորապես ցրված սկլերոզի մասին։ Կան հիվանդություններ, երբ որ մարդու իմուն համակարգը աշխատում է իր իսկ սեփական օրգանների դեմ, սխալմամբ ճանաչում է դրանք որպես թշնամի եւ սկսում է քայքայել։ Մի շարք հիվանդություններ կան, դրանց հաճախ անվանում են նաեւ աուտոիմուն։ Դրանց ամենամեծ ու հաճախակի տեսակը ցրված սկլերոզն է։ Չնայած այս հիվանդությունը նյարդաբանական խնդիրների շարքում առավել հազվադեպ է հանդիպում, այնուամենայնիվ դասվում է ծանր հիվանդությունների շարքին, հիմնականում ախտորոշվում է երիտասարդների շրջանում եւ հաշմանդամություն է առաջացնում։ Առողջապահության նախարարությունը սկսել է գնել եւ իր քաղաքացիներին տրամադրել պետպատվերի շրջանակներում ցրված սկլերոզի բուժման դեղամիջոցները։ Այդ թվում նաև լավագույն, ամենաարդյունավետ եւ բավականին թանկարժեք։ Հերթական անգամ Երևանում է Կանադայի Ալբերտայի համալսարանի պրոֆեսոր, Էրեբունի բժշկական կենտրոնի մեծ բարեկամ մեր հայրենակից Միքայել Սկոնը։ Նա մեծ ավանդ ունի կաթվածի պետական ծրագրի ներդրման գործում եւ հետեւողական է, որ նյարդաբանությունը Հայաստանում մշտական զարգացում ունենա։ Այս նպատակով Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում նա հայաստանյան նյարդաբաններին մշտապես փոխանցում է Կանադայի իր փորձը։ Մենք ուզեցինք այս կոնֆերանսը սկսել, որովհետեւ գիտակցությունը ավելցնենք մանավանդ մեր գործընկերներուն միջև, թե գիտությունը կշարունակի զարգանալ եւ իրականության մեջ գիտության բնույթը ադե։ Հին սխալները միշտ կշտկենք։ Եվ վստահ եմ, որ եթե նման ժողովը կալդարի ենք, մեր այսօր ասածներում մեկ մասը պիտի փոխվի, ավելի նոր բաներ պիտի բերենք։ Բայց ի վերջո մեր բոլոր նպատակը այն է, որ Հայաստանի մեջ այս գիտությունը զարգացնել եւ մեր հիվանդներուն ամենամեծ օգուտը բերել բուժումի նկատմամբ։ Գիտաժողովին լուրջ մասնակցություն ունի Կանադայի Ալբերտայի համալսարանի պատվիրակությունը ցրված սկլերոզի ծրագրի ղեկավար պրոֆեսոր Փենի Սմիթի ղեկավարությամբ։ Ես երեք ծանոթացա Էրեբունի բժշկական կենտրոնի ծառայություններին, հնարավորություններին, սարքավորումների բազմազանությանը եւ մասնագետների պրոֆեսիոնալիզմին։ Ես ուրախ եմ, որ մենք համագործակցելու ենք նաեւ այս ձևաչափով։ Կլաուդիո Գասպերինին, ով առաջին անգամ է Հայաստանում, Հռոմից է, բժշկական գիտությունների դոկտոր։ Կամիլո Ֆորլանինի հիվանդանոցի նյարդաբանության ծառայության ղեկավարը։ Դասախոսում է նաև Հռոմի Լա Սապիենցա համալսարանում։ Կլաուդիո Գասպերինին իրենց երկրում համակարգում է նյարդաիմունոլոգիայի ծրագիրը։ Նա համոզված է, որ հայ գործընկերների հետ մեծ համագործակցություն կկայանա։ Սա առաջին, բայց մեծ քայլ է Հայաստանում նյարդաիմունոլոգիայի զարգացման համար։ Էրեբունի բժշկական կենտրոնը հանրապետությունում լինելով առաջատար է ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման գործում, մշտապես նախաձեռնում եւ կյանքի է կոչում լայնամասշտաբ ծրագրեր միտված մարդկանց առողջության պահպանմանը։